Չխաբնվեք, սիրելի հայրենակիցներ, չխաբնվեք ծնկածին, որովհետև ծնկել է ոչ թե իր մեղքերի գիտակցումից, ծնկել է ոչ թե ձեր առաջ կատարած մեղքերի զգացումից, այլ ծնկել է թուրքերի եւ ադրբեջանցիների առաջ։ Ծնկել է ոչ թե ձեր առաջ, այլ ձեզ է ծնկի բերել թուրքերի ու ադրբեջանցիների առաջ, հաղթած հայ ժողովրդին դարձրել պարտված։ Ու եթե ինքը իրեն կողքից տեսներ, ինքը իր մասին կողքից խոսելու լիներ, ինքը իր բառապաշարով ասելու էր, որ ծնկել է 2018-ին, ծնկել է 2019-ին, 20-ին, 21-ին, ծնկել է 2022-ին, 23-ին, 24-ին, 25-ին, ծնկելու է 26-ին, եթե մնա։ Ու այդ մնալու համար ամեն ինչ անում եմ։ Անգամ մակում մի խեղճ ու կրակ ելույթ էր խաղում, բայց այդ խաղին էլ չխաբնվեք, որտեղ նույնիսկ այդ խաղի ժամանակ իր համար ամենակարևոր նախադասությունը ասեց, նախադասություն, որը հետաքրքիր էր միայն Թուրքին ու Ադրբեջանցուն, չնայած դահլիճում էլ չէին, բայց հույս ուներ, որ հետո կլսեն ու կգնահատեն։ Ասեց, որ ինքը պատրաստ է Հայաստանի երազանքների ու նպատակներն արտացոլող սահմանադրությունը փոխել, միայն կարևոր է, որ պիտի օգնեն իրեն վերընտրվի։ Այս դրա համար ենք ասում, հարգելի հայրենակիցներ, որ ընտրություններին սպասել պետք չէ, որովհետև իրենք արդեն իրենց տերերի հետ այդ ընտրությունները կեղծել են։